Սիրելի հավատացյալներ, այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը։ Ինչ է սա նշանակում։ Սուրբ Աստվածածնից մնացված մասունքները, նրա զգեստներից մնացված եւ ուրիշ բաներից մնացված մասունքները պահվել էին մի տուփի մեջ։ Այդ տուփը ժամանակի ընթացքում կորել էր եւ հետո հայտնաբերվել եւ դարձել ընդհանրական եկեղեցու սրբություններից մեկը։ Եվ այսօրվա օրը եկեղեցին նվիրել է հենց դրան եւ այսօրվա օրը համարվում է Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից մեկը։ Ինչու համար հենց այս մասունքների տոնը առանձնացվել է մեր եկեղեցու մեջ, որովհետև մենք շատ մասունքներ ունենք, բայց առանձին բոլոր մասունքներին նվիրված տոներ չունենք եկեղեցու մեջ։ Իսկ սա, քանի որ վերաբերվում է Սուրբ Աստվածածնին, այդ իսկ պատճառով դարձավ մեր հայրերի կողմից դարձվել է առանձին տոն, որովհետև հին կտակարանում շատերը գիտեք, սրբությունը համարվում էր, մեծագույն սրբությունը համարվում էր ուխտի տապանակը։ Ինչ էր ուխտի տապանակը։ Դա մի տուփ էր, որի մեջ դրված էին տասնաբանյա պատվիրանները Մովսեսի կողմից ստացված, քարի վրա գրված, որի մեջ դրված էր մանանան, որը որ անապատում հրեա ազգի համար եկավ որպես կերակուր, երբ որ նրանք սովի էին մատնված, եւ դրված էր Ահարոնի գավազանը։ Իսկ այսօր մենք տոնում ենք կենդանի տապանակի տոնը, որովհետև Աստվածածինը դարձավ հենց Տիրոջ մարմնացյալ որդուն կրող տապանակը այս աշխարհի վրա, եւ նրա մասունքներին եւ նրանից մնացված այդ նյութականին տրվեց ել ավելի կարևոր իմաստ։ Եվ այսօր նաև ավետարանի մեջ Քրիստոս պատմում է մի առակ, որտեղ որ մի պատմություն է, մի մարդ դուրս է գալիս եւ ցանում է ցորեն իր արտերի մեջ։ Եվ երբ որ գիշեր է լինում, մեկ ուրիշը գալիս է եւ չար սերմեր է գցում, այսինքն մոլախոտի սերմեր է գցում ցորենի մեջ, որպեսզի այդ արտը նորմալ չաճի։ Երբ ցորենը եւ մոլախոտը մի քիչ աճում են, ծառաները տեսնում են, որ ոչ միայն ցորեն է այդտեղ ցանված, այլ նաեւ մոլախոտ կա։ Գալիս են իրենց տիրոջ մոտ եւ ասում են, այնտեղ չէ որ դու նորմալ սերմեր ես ցանել, ինչ գործ ունի այստեղ մոլախոտը։ Եվ Տերը ասում է, սա երևի թշնամին է արել։ Նրանք ասում են, ուզես հիմա պոկենք այս մոլախոտը։ Տերը պատասխանում է, ասում է, պետք չի պոկել, որովհետև միգուցե պոկելու ժամանակ վնասեք սերմերը կամ ծլերը իսկական արտի, մաքուր ցորենի։ Ասում է, թող աճի եւ երբ որ հավաքելու ժամանակը կգա, այդ ժամանակ մենք արդեն կառանձնացնենք սերմերը, արտերը դեպի մի կողմ, իսկ մոլախոտը կվառենք եւ այդպես կվերջանա։ Եվ ինչ էր ուզում ասել մեր Տերը այս պատմությունով։ Անշուշտ այն մարդը, ով որ ցանում էր բարի սերմերը, դա Աստված է, որը միշտ է փորձում է իր զավակներին, որը որ դուք եք, մեր ժողովուրդն է, ամբողջ աշխարհի մարդկությունն է, փորձում է բարու մեջ դաստիարակել, բարու մեջ պահել, բարիքի մեջ պահել։ Եվ նաև կա չարը, որը մշտապես գործում է մեր կողքին, ամեն մեկիս կողքին նա գործում է, որը միշտ փորձում է ատելությունով, նախանձով, բարկությունով փչացնել եւ վատացնել հավատացյալ մարդու կյանքը։ Մենք ամբողջ մեր կյանքը ապրում ենք չարի հետ կողք կողքի։ Եվ ինչքան որ մենք ուզում ենք գնալ դեպի բարին, այնքան ավելի ուժեղ է չարը փորձում ազդել մեր վրա, այնքան ավելի ուժեղ է չարի ազդեցությունը մեր վրա։
Եվ այսօր դուք էլ կարող եք ինքներդ տեսնել, որ ինչքան բարի եւ լավ մարդիկ կան մեր շրջապատում, մեր կողքին, մեր հարազատների եւ բարեկամների մեջ, ովքեր իրոք չարչարվում են այս կյանքում, իրոք կարելի է ասել դժբախտ են զգում իրենց այս կյանքի մեջ։ Եվ դա հենց չարի ներգործությունն է, որը որ մշտապես կա մեր կյանքի մեջ։ Չարը դա չի նշանակում, որ սատանան գալիս է մեր վրա ազդելու, հենց կոնկրետ սատանան։ Չարը կարող է գալ չար մարդու միջոցով, չարը կարող է գալ չար լեզվի միջոցով, չարը կարող է գալ չար գործի միջոցով, եւ դրանով իսկ խառնի մեր հոգեվոր անդորը, հավատացյալ մարդու հոգեվոր անդորը։ Եվ երբ որ Տերը, այսինքն Աստված, արգելում է, ասում է դեռ մի պոկեք այդ մոլախոտերը, թողեք թող մնան, թող աճեն, մինչև կարողանանք նորմալ տարբերել դրանք, դա հենց գալիս է ցույց տալու Աստծո ներողամտությունը եւ գթասրտությունը մեզ, որ նա միշտ էլ մարդուն տալիս է ժամանակ, տալիս է առիթ ապաշխարելու այս կյանքի մեջ, որովհետեւ ապաշխարությունը գին ունի միայն այս կյանքում։ Եվ մարդը միշտ էլ կարող է չար ճանապարհից գնալ դեպի բարի ճանապարհ։ Եվ ցույց է տալիս նաև, որ մեր միակ դատավորը դա Աստված է եւ միակ դատաստանը դա Աստծո դատաստանն է։ Մենք այսօր ամեն մեկս դա բացառություն չի դրանցից մեզանից ոչ մեկը միշտ էլ փորձում ենք ինքներս մեզ համար կամ մեր շրջապատի համար ասել սա լավ մարդ է, սա վատ մարդ է, սա հավատացյալ է, սա հավատացյալ չէ, սա ճիշտ է ապրում, սա սխալ է ապրում։ Եվ այս առակի այն դրվագը, որտեղ որ Աստված ասում է մի ձեռ տվեք, ոչ նրան, հետո կգա ժամանակը եւ մենք դրանց բաժանենք, դա հենց գալիս է մեզ սովորեցնելու, որ դատելը մեկս մյուսին դա մեր գործը չէ։ Մենք կարող ենք մարդուն նայել դեմքին, նայել աչքերին, շատ բան տեսնել, բայց շատ բան էլ չտեսնել։ Եվ այդ չտեսածի հիման վրա մենք կարող ենք մեր վերջնական, այսպես ասած, որոշումը կայացնել եւ մարդուն դարձնել ինչ-որ մի վատ բան, առանց հասկանալու, որ մենք էլ իրա նման ենք, ինչ գործ ունենք, որ մենք իրեն դատում ենք։ Իսկ Աստված ոչ միայն մեր դեմքերն է տեսնում, մեր աչքերի մեջ է նայում, Աստված նայում է մեր հոգիների մեջ, թե ինչ է թաքնված այդ հոգիների մեջ։ Աստված նայում է այն արտի մեջ, որտեղ որ մենք ցանում ենք մեր բարի սերմերը։ Եվ Աստված նայում է, թե արդյոք այնտեղ բարի սերմերն են այս պահին աճում, թե չար սերմերը։ Եվ դա մեզանից է գալիս, թե մենք բարին կաճեցնենք մեր մեջ, թե չարը կաճեցնենք մեր մեջ։ Մենք կուզենք բարի լինել, թե թքած ունենք բարու վրա, այլ մենք այս կյանքի մեջ պետք է լավ ապրենք, այս կյանքի մեջ պետք է անենք ամեն ինչ, միայն թե այսօրվա օրով ապրենք եւ այսօր լավ լինենք եւ դրանով իսկ մենք մեր մեջ մեծացնում ենք եւ աճեցնում ենք այն չար սերմերը։ Դա շատ ավելի հասկանալի դարձնելու համար վերցրեք մեր ամեն մեկի շրջապատի մեջ եղած ընտանիքներ, անշուշտ ցավալի է, բայց կան այդպիսի ընտանիքներ։ Ընտանիքի մեջ աճում են երկու եղբայր, չէ՞։ Նույն հայրը ունեն, նույն մայրը ունեն, նույն դաստիարակությունն են ստանում, նույն դպրոցն են գնում, նույն սերն է իրենց տալի հայրը, նույն սերն է իրենց տալի մայրը։ Բայց աճում են, մեծանում են այդ եղբայրները իրարից տարբեր։ Մեկը բարի է, միգուցե հավատքով է, իսկ մյուսը չար եւ նախանձ։ Ինչու՞ համար։ Որովհետեւ այս ամենը չի գալիս նրանից, որ մենք պետք է ասենք, որ հավատքը մեզ պետք է դրսից ինչ-որ մեկը տա, բարությունը մեզ պետք է ինչ-որ դրսից մենք վերցնենք, մենք պետք է դա մեզանից հանենք, բարությունը մենք պետք է մեր մեջ ստեղծենք և հետո մեզանից հանենք և դա բազմացնենք, ինչպես ցորենը, որը որ մի հատ է, բայց հողից դուրս գալով ծլելով, նա դառնում է շատ ավելի շատ։ Այնպես էլ բարությունն է,
որը որ մենք պետք է որոշենք, այդ ենք աճեցնում մեր մեջ, թե չարն ենք աճեցնում մեր մեջ։ Եվ մենք ամեն անգամ ունենք այդ ընտրության հնարավորությունը։ Մենք միշտ պետք է հիշենք, որ հավատքը և փրկությունը դա միայն խոսքեր չէ։ Հավատքը դա սկիզբն է փրկության։ Եվ հավատքի ապացույցը դա մեր յուրաքանչյուրիս ամեն օր ապրած կյանքը։ Երբ որ մենք մկրտվում ենք փոքր հասակում, սկսում ենք խաչ կրել և անվանում ենք քրիստոնյա այդ օրվանից սկսած, դա վերջը չէ, դա սկիզբն է։ Դա սկիզբն է նրա, որ մենք պետք է ամեն օր մինչև մեր կյանքի վերջը ապացուցենք, որ մենք իսկական քրիստոնյա ենք։ Ամուսնացած մարդիկ, ովքեր այստեղ կան, երբ որ տվել եք ձեր երդումը խորանի առջև, Աստծո սուրբ խորանի առջև, Տերև հնազանդ լինելու մեկըդ մյուսին, դա վերջը չէ, դա սկիզբն է, որ դուք պետք է ցույց տաք այդ Տերև հնազանդ լինելու ձեր տված խոստման արժեքը, ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Չէ որ ձեր յուրաքանչյուրի ծնողը, երբ որ ձեզ ծնել է, ձեզի ազգանուն է տվել, չի ասել վերջ, ծնեցի, ազգանունը տվեցի, ես գնացի անցա իմ մյուս գործերին։ Նա ձեզ մեծացրել է, ոտքի է կանգնեցրել, և մինչև իր կյանքի վերջը խնամք է տարել ձեզ համար։ Նույնն էլ դուք եք անում ձեր երեխաների համար։ Այնպես էլ ձեր հոգևոր երեխան է ձեր կյանքը, ձեր կյանքից բխող բարությունը, որը դուք պետք է փորձեք տալ ձեր դիմացինին, մեկըդ մյուսին, սկսած ձեր հարազատներից, ձեր բարեկամներից և ամբողջ ձեր շրջապատում։ Եվ այսօր այս առակը, Քրիստոսի այս պատմությունը մեզ գալիս է տալու հետևյալ հարցը. արդյոք դու քո հոգևոր արտի մեջ որ սերմերն ես ջրում, որ սերմերն ես ավելի աճեցնում, բարի թե չար։ Եկեք ամեն մեկս այսօր այդ հարցը տանք մեզ, եկեղեցուց դուրս գալով փորձենք մտածել, որ մենք արդյոք փորձում ենք բարությունը աճեցնել մեր մեջ, թե թքած ունենալով այդ բարության մեջ, ապրում ենք այնպես, ինչպես որ կա, և չենք էլ փորձում մեր մեջ եղած բարին ու չարը տարբերակել։ Թող Աստված ուժը և կարողությունը և հավատքը տա յուրաքանչյուր հայ քրիստոնյային, որ նա կարողանա տարբերել ինչ է սերը, ինչ է բարությունը, ինչ է չարը, ինչ է ատելությունը։ Եվ միայն այդ ժամանակ հավատացած եղեք, որ թե մեր ընտանիքներում, թե մեր ընկերության մեջ և թե մեր հարազատ երկրների մեջ կլինի խաղաղություն։ Խաղաղությունը կարող է ապրել միայն այնտեղ, որտեղ նա գնահատված է։ Այնտեղ, որտեղ որ խաղաղությունը գնահատված չէ, այնտեղ, որտեղ որ խաղաղությունը ոտնակոխ է արվում, այնտեղ խաղաղությունը գործ չունի։ Որովհետև խաղաղությունը դա սիրո զգացողության վրա հիմնված է։ Սիրո զգացողությունը դա աստվածային սերն է, որը որ դրված է յուրաքանչյուրիս մեջ։ Եվ մենք այդ սերը կամ բազմացնողներն ենք, կամ սպանողներն ենք։ Հետևաբար որոշենք կամ սպանենք այդ սերը, կամ էլ այդ սերը բազմացնելով ստեղծենք խաղաղություն մեր մեջ, մեր ընտանիքների մեջ, մեր հարազատների մեջ և մեր երկրների մեջ։ Օրհնյալ եղերոք իշնորհած Սրբո Հոգուն, երթայքի խաղաղություն և Տերը մեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ և ընդամենեսյանս։